Դդումներ, գանգեր ու սարդոստայններ։ Թեև Հայաստանում Հելոուինը պաշտոնական տոն չէ, սակայն այդ օրը մայրաքաղաքի փողոցներում հաճախ կարելի է տեսնել դիմակներով, նաև սարսափազդու հագուստներով շրջող երիտասարդների։ Երբեմն էլ արևմտյան այս ավանդույթի առիթով նրանք հավաքվում են քաղաքի ակումբներից մեկում, խուսափելով քաղաքացիների խետ հայացքներից։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին չի ընդունում եւ չի խրախուսում Հելոուինի տոնակատարությունը, այն համարելով օտար եւ հայկական ազգային ու հոգեվոր արժեքներին խորթ։ Այնուամենայնիվ, հատկապես վերջին տարիներին տոնը որոշակի տարածում է գտել հայ երիտասարդության շրջանում։ Իմ համար էս ուղղակի, չգիտեմ, ուրախություն է։ Երեխեքի հետ դուրս գալ, չգիտեմ, բաժանել կոնֆետներ փոքր երեխեքին էլի։ Мне нравится в нем. Ինձ դուր է գալիս, որ մարդիկ այսօր կարող են իրենց դրսևորել այնպես, ինչպես ուզում են, եւ դրա համար ոչ ոք նրանց չի քննադատում։ Տոնը, որ դուրս գաս, ինչ որ շփում մնաս մարդկանց հետ, դրա համար եմ ասենց հագնված, որտեղ մարդկանց ուրախացնում է կերպարը։ Հելոուինը հին կելտական տոն է, որն ի սկզբանե նշվում էր Իռլանդիայում եւ Շոտլանդիայում։ Ըստ ավանդության հոկտեմբերի 31-ին չար հոգիները վերադառնում են երկիր, իսկ կենդանիները պետք է վախեցնեն նրանց։ Այսօր սակայն այն ավելի շատ զվարճալի տոն է։ Հելոուինն ամենամեծ ժողովրդականությունն ունի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը Սպիտակ տանն այսօր հետևել են Հելոուինի ավանդույթին, հյուրընկալելով քաղցրավենիքի համար եկած երեխաների։ Բազմաթիվ երեխաներ մուլտֆիլմերի եւ կինոնկարների հերոսների եւ նույնիսկ հենց Թրամփի կերպարով հերթ էին կանգնել նախագահական զույգից քաղցրավենիք, ոմանք նաեւ ինքնագիր ստանալու համար։ Ի դեպ հետաքրքիր փաստ, Հելոուինը Միացյալ Նահանգներում քաղցրավենիքի վաճառքով ավելի շահութաբեր է, քան Սուրբ Ծնունդը։ Վերջին տարիներին տոնը տարածվել է նաեւ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ նույնիսկ Ասիայի որոշ երկրներում։ Հելոուինը մենակ չէ, նմանատիպ շատ անսովոր տոներ կան։ Օրինակ Մեքսիկայում նոյեմբերի 1-ից 2-ին նշում են Dia de Muertos կամ մեռյալների տոնը։ Դրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ այդ օրերին մահացածների հոգիները վերադառնում են իրենց հարազատ տները այցելելու սիրելիներին։ Պակաս տարօրինակ չէ նույն տոնի իտալական տարբերակը՝ Festa dei Morti։ Նոյեմբերի 2-ի գիշերը հարազատներն այցելում են գերեզմաններ ու պարում լապտերների լույսի տակ, հավատալով, որ հանգուցյալները պարում են իրենց հետ։ Ֆինլանդիայում հուլիսի առաջին շաբաթվա կիրակի օրը նշվում է կնոջը ծեծելու տոնը, երբ իրականում տղամարդիկ պետք է կնոջը ուսերին դրած հաղթահարեն 253 մետր երկարությամբ ու խոչընդոտներով լի ճանապարհ։ Տարօրինակ ու զավեշտական տոների շարքում առանձնանում է լատո մատինան կամ պոմիդորներով ճակատամարտը։ Իսպանիայում յուրաքանչյուր օգոստոսի վերջին չորեքշաբթի հազարավոր մարդիկ հավաքվում են փողոցներում եւ միմյանց ռմբակոծում լոլիկներով։ Մերի Դանիելյան, Էդգար Գուլոյան, Լևոն Ոսկանյան, Free Open Media։